Իմ անունը Միքայելա, 10 տարեկան եմ, սովորում եմ Չեխովի անվան դպրոցում 5-րդ դասարանում։ Սիրում ես դպրոցը։ Հա։ Իսկականից սիրում ես, թե տենց։ Շուտ զարթնելը չէ, բայց դպրոց գնալը, հա։ Հա, շուտ զարթնելը չես սիրում։ Հա։ Իսկ որ առարկաներն ես սիրում դպրոցում։ Անցած տարի շախմատն ու ֆիզկուլտը ու մաթեմը, բայց որ շախմատել չեն գացնում, մաթեմն ու ֆիզկուլտը։ Մաթեմն ու ֆիզկուլտը, շատ հետաքրքիր է։ Իսկ սպորտով էլ ես զբաղվում։ Հա, ֆուտբոլի եմ գնում։ Ֆուտբոլի, քանի տարի է ֆուտբոլի ես գնում։ Այս 5-րդն է։ Ուզում ես դառնաս Հա, ֆուտբոլիստ։ հա։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ուրիշ ինչ երազանքներ ունես, օրինակ որ մեծանաս ինչ կուզես դառնալ։ Կուզեմ դառնամ ֆուտբոլիստ, Մեսսիի նման, Ռոնալդո ճանսիր։ Ահա։ Մեսսիի նման ֆուտբոլիստ։ Հա։ Դա հիմնական երազանքդ։ Հա, Այ օրինակ պատկերացրա արթնացար հա։ ու դու Մեսսին ես։ Ինչ ես անում, առաջի բանը ինչ կանես։ Դե երևի գնում եմ պարապմունքի։ Գնում եմ պարապմունքի, տուն եմ գալիս, երեխաներիս հետ ժամանակ եմ անցկացնում, սպորտզալ եմ գնում։ Հետաքրքիր է։ Իսկ Մեսսի լինելու մեջ ո՞րն է ամենահետաքրքիր բանը, որ Մեսսին ինչն է քեզ գրավում, որ ինքը հայտնի է կամ շատ փող է աշխատում կամ լավ է ֆուտբոլ խաղում, որ պահն է քո կարծիքով Մեսսի լինելու մեջ այն ամենահավեսը, հա։ Մեսսին, որ իր մի ֆինտով կարար մի թիմը անցներ կամ իր դրիբլինգը շատ լավն էր։ Այսինքն շատ Տեխնիչն էր, հա, այդ տեխնիչնին է քեզ դուր գալիս։ Բայց համել բացի տեխնիկայից կուզես, չէ՞ երևի որ իր չափ հա, փող աշխատել։ Ահա, փող աշխատես։ Շատ լավ։ Իսկ այ մենք փողից խոսեցինք, ուզում եմ իմանամ փողը ինչ է ընդհանրապես քո կարծիքով, ինչ է։ Ինչպես են աշխատում փողը։ Որտեղից է գալիս։ Փողը օդից չի գալիս, ջանքերով են աշխատում։ Պետք է ջանք թափես, որ աշխատես։ Ահա, ճիշտ ես ասում։ Փողը ամենակարևոր բանը չի, բայց էլի կարևոր բան է մարդու կյանքում։ Ապրես։ Իսկ ո՞րն է ամենակարևոր բանը։ Ընտանիքը, ու հայրենիքը։ Ապրես։ Սիրում ես քո ընտանիքը։ Հա։ Իհարկե սիրում եմ։ Կպատմես ինձ մի քիչ քո ընտանիքի մասին։ Ովքեր կան այնտեղ։ Հայրիկս է, մայրիկս է, փոքր է աղբերս է, ես եմ ու Շունիկս է։ Շունիկ էլ ունես։ Ինչ է անունը Շունիկի։ Ռոկի։ Երբ ես իրան ստացել։ Երբ։ Օգոստոսին։ Այս օգոստոսից կա ինքը։ Շատ հետաքրքիր է։ Ինչպես է փոխվել քո կյանքը Շունիկի հետ։ Շունիկին մենք շատ ենք սիրում, բայց էդ էլ հոգս է։ Մենք մեկ դասերից պիտի կտրվես, տանես Շունիկին դուրս։ Ճիշտ է, կա այդպիսի բան։ Լավ, մենք ընտանիքում ասացինք, որ կա մաման, պապան, եղբայրը, Շունիկը, այդքանով ենք ապրում։ Հա։ Ինչ ինձ պատմի մամայի մասին։ Ինչ ձևի է մաման։ Մաման շատ խելացի է, բարի է, ուզում է դառնա բժիշկ։ Հա։ Նոր է ուզում դառնա բժիշկ։ Դե հիմա արձինատուր է։ Օ, շատ հետաքրքիր է։ Ինչ բժիշկ է ուզում դառնա։ Ուզում էր դառնալ ընդհանուր վիրաբույժ, բայց քանի որ արդեն ուշ է, տարիքը մեծ է, իր ասելով, ու այդ շատ դժվար է, հələ որ մտածում է ինչ է ուզում դառնալ բժիշկներից։ Իսկ մաման ունի ուրիշ մասնագիտություն բացի բժշկից։ Դե չէ, չունի։ Ինչ կասես պապայի մասին։ Պապան ծրագրավորող է, երբ որ ես հեռախոսից հետ ինչ-որ խնդիր եմ ունենում, միշտ ինձ օգնում է, այնպես սիրում է Մեսսի, բայց փոքր աղբերս Ռոնալդո, մեր տունը ամեն էլ կլասիկոյի աղբորս մեջ կռիվահու է կարելու, մեկ էլ ես շատ եմ սիրում Լիվերպուլ թիմը։ Շատ հետաքրքիր է, փաստորեն ֆուտբոլասեր ընտանիք եք դուք։ Պապաս ֆուտզալի ֆուտբոլով էլ է զբաղվում։
Հասկացա, շատ հետաքրքիր։ Իսկ մամայի հետ ինչով եք զբաղվում, ինչ խաղեր եք խաղում կամ ինչ զբաղմունքներ ունեք, որ Մամայի հետ հիմնականում զրուցում ենք, կինո ենք գնում, ման գալու։ Իսկ պապայի հետ։ Պապայի հետ հեռախոս որ խնդիրներն ենք լուծում, այլ ման են գալիս, զրուցում ենք։ Ուզում եմ իմանամ եղբորդ հետ ինչ եք անում։ Եղբորս հետ հիմնականում խաղում ենք դաշտում, ֆուտբոլ։ Տարբեր խաղեր։ Սիրում ենք խաղալ։ Շուշուտ եք վիճում կամ կռվում։ Վիճում հիմնականում որ մեկս տրամադրություն չի ունենում։ Հիմնականում այդ վեճերը լինում են, երբ որ մեկը տրամադրություն չունի ու այդ օրը կարա հիվանդանա, որ ջերմությունը բարձրանա։ Հա, ես ուզում եի հարցնել, ինչի տրամադրություն կարող է չունենալ։ Օրինակ, որ ես սելեկցիայի ինձ երրորդ թիմ չվերցրեցին, այդ օրը ես էի անտրամադիր։ Հա։ Բա ինչպես դուրս եկար այդ վիճակից, որ անտրամադիր էիր։ Քնեցից արտնեցի անձավ։ Հա, մեկ ուղղակի պետք է քնել։ Լավ, իսկ ընտանիքով, այ բոլորով, 4-ով, ինչ լավ հիշողություններ կա, որ սենց հիշում ես ու ջերմանում ես։ Որ ծով ենք գնում, հանգստանում ենք։ Նոր տարին ենք նշում, ծնունդը մեկի։ Ծով, շուտ եք գնում տարբեր։ Ամեն տարի։ Ամեն տարի ծով եք գնում։ Հա։ Որ ծովն եք գնում։ Կամ որ երկիր եք գնում։ Հիմնականում Էմիրատներ, այս տարի Եգիպտոս, Կիպրոս են գնացել, Հունաստան։ Ամենաշատը որն ես սիրում դու այդ երկրներից։ Էմիրատները։ Էմիրատները, ինչ ես անում այնտեղ, որ քեզ ամենալավն է։ Այնտեղ հետաքրքիր է խաղահրապարակներ հավես, որ հյուրանոցում զբաղմունք չուներ, այնտեղ կարայիր գնայր։ Ծովն էր շատ լավը, սառը ջուր էր։ Հա։ Շատ սառը չէ, բայց նենց էլ չէր, տաք էր։ Եղանակներ տաք։ Լավ ջուր էր։ Իսկ Եգիպտոսը։ Եգիպտոսը հիմնականում մի անգամ կրուիզ գնացինք նավով, այդ դրանց հետո Եգիպտոսը չհավանեցի։ Հա։ Ինչ է դուրդ չեկա։ Նավի մեջ շոկ, սաղեց սրտը խառնում, զբաղմունք չկա։ Հա։ Ինչ է տխրությունը։ Տխրությունը այդ երբ որ ինչ-որ մի ջանք ես թափում, բայց չի ստացվում այդ ինչ-որ դու անում էիր։ Հասկացա։ Օրինակ լինում է, որ մաման տխրի կամ պապան։ Հա։ Ինչի՞։ Ինչն է տխրեցնում մաման։ Մաման լինում է, որ աշխատանքից անդրամադիր լինում, գալիս է հոգնած։ Հիմնականում հոգնածությունից։ Հա։ Իսկ պապան։ Պապան էլ հոգնածությունից, կամ որ ֆուտբոլի է գնում, շատ մեծ հաշվով կրվում են, ինքն էլ թմի ավակներ ջղայնանում է։ Հա։ Հա։ Ինչ է սերը։ Սերը այդ որ ինչ որ արտասովոր զգացմունքներ ես ապրում ուրիշի հանդեպ։ Շատ լավ նկարագրեցիք։ Իսկ դու սեր զգացել ես։ Մենակ մանկապարտեզում երևի։ Հա, հետո չես զգացել։ Հա։ Հասկացա։ Իսկ դու սիրո պակաս զգացել ես։ Չէ, երբեք։ Այսինքն ամեն ինչ լավացել ընտանիքում, միշտ բոլորը իրար սիրում են, չէ՞։ Ես այդպես հասկացա։ Այ դու նշեցիր, որ հայրենիքի հանդեպ սեր ունես։ Ինչ է քո համար հայրենիքը։ Հայրենիքը այնա, որ դու իրան պիտի պաշտպանես, որ ինքը անկախ միշտ լինի, կայուն։ Միշտ զարգանա։ Տատիկ-պապիկներից ուզեմ մի քիչ պատմես ինձ։ Մամայի կողմից տատիկս բժիշկ է, էլի էնդոկրինոլոգ։ Մաման էլ է ուզում էնդոկրին վիրաբույժ դառնա։ Մորքուրս էլ է նույն էնդոկրինոլոգը, ոնց որ տատիկս։ Բժիշկների ընտանիք է։
Մամայի կողմից տատիկիս պապան էլ էլի բժիշկ։ Ու էլի էնդոկրինոլոգ։ Հո։ Իսկ պապան, պապայի մամայի կողմից։ Պապայի կողմից տատիկը տուրիստական գործերով զբաղվում, հիմնականում որ մենք գնում ենք հանգստանալու, ինքն է այդ ամեն ինչը կազմակերպում։ Մամայի կողմից պապիկը տնտեսագետ է, տարբեր շինարարություններ ա վարում, Երևան մոլի փոխտնօրենն է։ Իսկ պապայի կողմից պապիկը։ Պապայի կողմից պապիկը ապրում է Ռուսաստանում, բայց երբ որ գալիս է շատ լավ նվերներ ա բերում։ Որն է օրինակ լավ նվեր։ Հիմա չեմ հիշում, բայց տարբեր տարիքի լավ նվերներ էր բերում։ Խաղեր տարբեր, նեաստոլն է, շախմատ բան։ Հասկացա, շատ հետաքրքիր է։ Իսկ ինչով ես դու սիրում զբաղվել ընդհանրապես քո առօրյայում։ Օրինակ դպրոցը, ֆուտբոլը, բացի դպրոցից ու ֆուտբոլից ուրիշ ինչ հոբիներ կա քո կյանքում։ Շախմատ եմ սիրում խաղալ, մեկ էլ սիրում եմ մեկ հեռախոսով խաղեր խաղամ։ Բայց մի հատ խաղ կա, Brawl Stars-ը մենակ եմ հիմնականում խաղում։ Հեռախոսի հետ ոնց ենք տանը թողնում են խաղանք։ Չէ, մենակ ուրբաթ շաբաթ կիրակի օրերը։ Մենակ ուրբաթ շաբաթ կիրակի են թույլ տալիս որ խաղանք, մնացած օրերը ընդհանրապես չենք խաղում։ Ընդհանրապես չէ, կարող եմ մի քիչ խաղանք, բայց շատ չէ։ Իսկ հեռուստացույց նայում ենք ուրբաթ շաբաթ։ Չէ, հեռուստացույց շաբաթվա ընթացքում նայում ենք, բայց էլ ինձ չի 4-5 ժամ, մի ժամ, 1.5 ժամ օրվա մեջ։ Հասկացա։ Ինչ եք նայում հեռուստացույցը։ Տարբեր բլոգերների ենք նայում, ես ֆուտբոլ եմ սիրում նայել, բայց աղբերս չի սիրում ֆուտբոլ նայել, չի սիրում, բայց խաղալ սիրում է, բայց նայել չի սիրում։ Ու փոխարենը բլոգերներին եք նայում, օրինակ ում կնշեշտես։ Mr. Beast-ը, Stocks Twins, իրանց կանալը հենց անունը։ Ֆուտբոլի յութուբերներից Gold 24 է այդ կանալը անունը, Жизнь футбол, Dose футбола։ Շատ հետաքրքիր է։ Իսկ խաղեր ունենում եք ֆուտբոլով։ Խաղում ես դու։ Հա, կամ ախորս հետ իսկականից ենք խաղում, կամ տենց խաղեր ունենք։ Գումարում հանում ֆուտբոլից վիկտորինա է տենց հատուկ ֆուտբոլի հարցերով։ Իսկ որտեղ որ ֆուտբոլի ես գնում, այդտեղ ունենում եք մրցույթներ ֆուտբոլի, որ առաջնություն չեմ խաղում, հա, բայց ընկերական խաղեր լինում են։ Ընկերական խաղեր, որ ծնողներիդ գալիս են այդ խաղերը նայում են։ Երբ որ ազատ են լինում, հա, երբ որ զբաղված չէ։ Կուզեմ մի քիչ խոսենք ընկերներից։ Ընկերներից չխոսեցինք, չէ՞, հոբիներից խոսեցինք, տատիկից, պապիկից, հայրենիքից, մամայից, պապայից, հիմա ընկերներից խոսենք։ Դե ինձ պատմի մի քիչ քո ընկերներից, ինչ է ընկերությունը, սկսենք այդտեղից։ Ընկերությունը այնա, որ դու երբ որ ընկերդ խնդիր է ունենում, գնում ես օգնելու։ Միշտ իրար հետ խումբ եք լինում։ Այդ ունես քո այդ ընկերներին։ Հա, Դավիթ կա դպրոցում, իր հետ ֆուտբոլ ենք սիրում, բայց առաջին դասարանում չափից շատ են կռվել իր հետ, որտեվ ինքն էլ մի հատ տղու հետ էր ընկերություն անում, որին ես անցած տարի գնացի մեր դպրոցից, ես չէի սիրում, հա, անընդհատ հետը կռիվ էի անում։ Հասկացա։ Կռվում էի։ Մեր общие интересները շատ են Դավիթի հետ, մենակ Դավիթը սիրում է Ռոնալդո, ես Մեսսի։ Դու ասացիր, որ 10 տարեկան ես։ Հա։ Որն է 10 տարեկան լինելու լավագույն բանը։ Որ մեծանում ես, սկսում են ավելի լուրջ վերաբերվել, դասերը շատանում են, այդ վատ է, բայց ավելի շատ հետաքրքիր դասեր են ավելանում դպրոցում։ Ֆիզկուլտուրայի ընթացքում ավելի շատ հետաքրքիր խաղեր են խաղում, որտեղ ավելի մեծ են, բայց վնաս ավելի քիչ հավանականությամբ կտանք։ Իսկ որն է 10 տարեկան լինելու ամենաբարդ բանը։ Տնայիններն են շատացել։ Ինչպես ես անում են տնայինները, հոգնելով մի կերպ, թե ոչինչ անում ես։ Երբ որ հավեստ ունեմ, հեշտ, երբ որ չէ, դժվար։ Հա, իսկ գնահատականները կարևոր են քեզ կամ քո ընտանիքի անդամների համար։ Դե ես միշտ գերազանցիկ եմ եղել, բայց նենց է երկուսներն եմ ունեցել, բայց հիմնականում պահվածքից։ Հա։ Ինչ ես արել, որ պահվածքից ես։ Խոսացել եմ կամ հուշել եմ
Հուշել եմ թեմատիկ։ Իսկ տանը ջղայնանում են երկուսների վրա։ Չէ։ Ինչ կանեիք, եթե ունենայիք կախարդական փայտիկ։ Նենց կանեի, որ աշխարհում հիվանդություններ չլինեն, կարանայր ճանապարհորդեի ժամանակի մեջ։ Այ օրինակ եթե դու Հայաստանը չափերով ավելի մեծ լիներ։ Օ։ Եթե ունենայի ժամանակի մեքենա։ Հա։ Անցյալ թե ապագա։ Անցյալ, որովհետև անցյալում կարելի է համ սխալներ ուղղել, համ ուրախ պահերը հիշել։ Երևի իմ մանկություն։ Որ մայրիկիս եմ նեղացրել։ Դե լինում է, հա, որ վիճում ենք, որ եղբորս եմ փոքր նեղացրել։ Այդ վեճերը հա ընկերներիս հետ, որ եղել են առաջին, երկրորդ դասարաններում։ Հա։ Երջանկությունը է, որ դու ուրախանում ես, միշտ ժպտում ես, որ ծնողներս ունենում, հայրենիք ես ունենում։ Եթե դե գնայիր օրինակ անմարդաբնակ կղզի, ինչ հետդ կտանեիր։ Զբաղմունք, փոքր եղբորս, գնդակ, ծնողներիս, շունիկիս, ուտելիք, ջուր, ընկերներիս։ Ընկերներից գնալով ավելի շատ։ Իսկ ինչ պետք է անեն ծնողները, որպեսզի եղբայրները իրար հետ լավ ընկերներ լինեն։ Երբ որ կռվում են, եղբայրները դիտողություն անեն, որ տենց բան չլինի։ Որ չկռվեն։ Հա։ Ում դիտողություն անեն, մեծին թե փոքրին։ Եթե փոքր է, շատ փոքր է, մեծին, որտեվ հələ չի հասկանում, բայց եթե փոքր է, ոնց որ 2 տարեկանից, մի տարեկանից մեծ է, 2-ին։ Շատ լավ։ Ահա։ Ինչու են մեծահասակները քնում։ Կամ մարդիկ քնում։ Որ ուժեր հավաքեն։ Ո՞վ է ձեր ընտանիքում ամենաուրախ մարդը։ Փոքր ախպերս։ Ու շունիկը։ Հա, ու շունիկը։ Ինչով ես դու տարբերվում մնացած երեխաներից։ Թվում է, որ ես անգլիական ֆուտբոլ եմ սիրում, մնացածը իսպանական է, Ռեալ Բարսայի պատճառով։ Ես Լիվերպուլ եմ փոքրուց սիրել։ Ուրիշ կան էլի տարբերություններ, որ դու տարբերվում ես մնացած բալիկներից ու դու զգում ես, որ դու դրանով տարբերվում ես։ Չէ, չկան դրանց։ Էլ չկան։ Ինչ բառով են քեզ տանը դիմում, օրինակ մաման կամ պապան, կան ինչ որ հատուկ փաղաքշական ձև, որ տենց են քեզ դիմում։ Միքս։ Միքս։ Շատ լավ։ Եթե դու նախագահ լինեիր, ինչ օրենքներ կմտցնեիր կամ ինչ կփոխեիր։ Աշխատավարձները, որ մարդկանց ավելի բարձր լինեին, շատ աղքատներ չլինեին, պատերազմներ չլինեին։ Շատ լավ նախագահ կլինեիր։ Ես քեզ կընտրեմ։ Երբ դնես տեխնացությունից։ Իսկ ինչու են մարդիկ վիճում։ Երբ որ ինչ-որ բանը չեն կարողանում կիսել, բայց փոքր բաների համար էլի վիճել պետք չի։ Իսկ ինչու են մարդիկ ամուսնանում։ Ամուսնանում են երեխա ունենալու նպատակով, նույն տունը ապրելու նպատակով։ Դու ամուսնանալու պլաններ ունես։ Հա, ես զում եմ 18 տարեկանից 20 ամուսնանամ։ 18-ից 20։ Եվ ո՞նց ես պատկերացնում այդ քո կյանքը ապագայում։ Դե որ բալիկ ես ունենում, շատ բաներից կտրվում ես։ Ոնց որ շունիկ ես որ ունենում։ Հա, ճիշտ ես ասում։ Ու պատկերացնում ես, որ ունենալու ես ու կտրվես շատ բաներից։
շատ բաներից չէ, բայց որոշ բաներից հա։ Իսկ ինչ է քեզ համար տունը։ Տունը այնտեղն է, որտեղ դու ապրում ես, քնում ես։ Երբեմն ծնվում ես։ Եթե չես տեղափոխվում։ Հա։ Ավելի շատ ում հետ ես սիրում խաղալ աղջիկների թե տղաների։ Տղաների։ Հա։ Ինչու։ Դե որտեվ տղաները ֆուտբոլ գիտեն, հա, աղջիկները պրոստը գնդակից վախենում են։ Հասկացա։ Իսկ ինչու են մեծահասակները սուրճ խմում։ Ասում եմ, որպեսզի չքնեն, քունները շատ չտանի, ուժեր հավաքեն։ Շատ լավ։ Կամ պրոստը որտեվ այդ համով է։ Վերջի հարցը ուզում եմ քեզ ապագայում, որ նայես դու այս վիդեոն, ինչ որ ուղերձ փոխանցես։ Ես հուսով եմ, որ իմ մոտ ամեն ինչ կստացվի, բոլորը առողջ կլինեն, երջանիկ կլինեն։